Ադրբեջանի ՄԻՊ-ը հանրությունից միջազգային Այո, լսել եմ։ իրադարձությունները ճանաչել 1918-ին, որպես ցեղասպանություն։ Այն իրականության մեջ, որ մենք այսօր պետք է բարձրացնենք Սումգայիթի, Բաքվի, Կիրովապատի ջարդերի հետևանքով մեր ցեղասպանությունից մազապուրտ եղած հայրենակիցների եւ նրանց սերունդների վերադարձի հարցը, դե նաեւ արցախցիներին էլ բնականաբար, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Այո, այստեղ գիտեք մեկնաբանելու բան չկա, ես նորից եմ ասում, իրական մեր վաղվա անելիքները կամ մեր վաղվա ինչ մեզ սպասում է, դուք ավելի շատ լսեք ադրբեջանական խոսքի կողմի ձևակերպումները, թե պետական մակարդակով, թե այ նմանատիպ ղեկավարների, то есть բաների կողմից։ Բայց այս ներկա իշխանությունը մեզ ստիպում է հրաժարվել Արցախից, մեզ ստիպում է հրաժարվել բանից, ցեղասպանությունից, մեզ ստիպում է հրաժարվել Արարատից, մեզ ստիպում են հրաժարվել հետ վերադարձ Արցախի իմաստից։ Ընդհանրապես բոլոր այն կարևոր պատմական նշանակություն ունեցող հանգամանքներից մեզ ստիպում են դրան հրաժարամելը։ Բայց հակառակորդը պատմական թշնամին, որ սրանք մեր այսօրվա իրավիճակում անվանում են խաղաղություն խոսքի ինչ-որ բան կամ հարաբերությունների լավ հարաբերման այդ բան, նրանք էլ հակառակն են ասում։ Նրանք ասում են, մենք ունենք անելիքներ, դուք ուզում եք այդ խաղաղության մասին մտածեք, դուք ուզում եք չեք ուզում, դա ձեր խաղաղությունն է, ձեր ուզած խաղաղությունն է, բայց մենք հարցեր ունենք, որ թե միջազգային հարթակներում դա կարևորացնելու եք ու հստակեցնելու եք, ու մնացած հարցերն էլ այս հողը, այս տարածքը, ժողովրդի նկատմամբ մեր ծրագրերի մեջ կա դա իրականացնելու ենք։ Ես ստեղ արդեն գիտեք մեկնաբանելու բան չկա, ստե անելիքներ կա, այդ անելիքները նորից եմ ասում, ներկա իշխանության այսօր վաղվա միջև ընտրություններով սրանց հեռացումն է, հեռացնելն է։ Ու սրանք գիտես, սրանց մեջ, այս ներկա իշխանության այդ խմբի մեջ ես մի բան եմ նկատել ու վստահ ասում եմ, թող իրանք էլ լսեն, տղերք, դուք տեղյակ չեք ձեր մեջ ինչա կատարվում, ձեր հետ, ձեր ճակատագրի հետ կապված կամ ընդհանուր ձեր այդ խմբի ճակատագրի հետ կապված երկու հոգի կարող է մաքսիմում տեղյակ լինեն ինչա սպասում բոլորիդ։ Դուք տեղյակ չեք ձեր գլխին ինչա բերելու հենց ձեր ղեկավարը կամ էլ ձեր մեջ գտնվող մարդիկ։ Ձեզ զոհաբերելու են, իրենց փրկության համար ձեզ զոհաբերելու են։ Օրեցօր գալիս է այդ ժամանակները, ես դրա համար հորդորում եմ, ես դրա համար կոչ եմ անում, ես դրա համար բոլոր ղեկավարներին, տարբեր ոլորտի, տարբեր թե իրավապաշտպան մարմինների ղեկավարներն են, գիտեմ դեռ գիտակցող խելամիտ ներկայացուցիչներ, ղեկավարներ կան, որոնք իրենք էլ են տիրապետում լավ ինչա կատարվում։ Տղերք զոհ չդառնանք, ձեզ զոհ են դարձնելու։ Սրանք իրենց փրկության համար, իրենց մեղքերը ձեր վրա են գցելու, բայց իրենք թռնելու են, փորձելու են թռնեն, ու եթե ձեր օգնությունով չլինի, ձեզ են դեմ տալու։ Ոնց որ ազգին ժողովրդին դեմ են տվել, տալել են հողերը հանձնել, Արցախը դավաճանել, այնքան զոհերը տվել, դրա հիման վրա իրենք դարել ինչ-որ բան, իրենց որ ասում է այսօրվա իրավիճակում, բայց այսօր որ եկել է մի հատ իրավիճակ, որ պիտի պատասխան տան, հիմի հաջորդ բանը փայլ զոհոտալու դուք եք լինելու, հենց շրջապատն եք լինելու, որտեղ հասարակությունը գիտակցում է, հանրությունը չի հավատում իրենց, ժողովուրդը չի հավատում իրենց ով հավատում է ինքը դրանց է զոհ տանելու, զոհաբերելու է, այդ դրա մասին մտածեք ու նորից եմ ասում, ձեր ընդհանուր այդ խմբի կամ այդ բանի մեջ մենակ մի հոգի կամ երկու հոգի տեղյակ են ինչա բոլորից սպասում, բայց դուք տեղյակ չեք ձեզ հետ ինչա սպասում, այդ դրա մասին գնացեք մտածեք, այսօրվա ամեն մի նմանատիպ մոտեցումը, թե ցեղասպանության հետ կապված, թե մեր ազգային անկախության հետ կապված, թե մեր հայ պատկանելության, ազգային պատկանելության, կրոնական պատկանելության հետ կապված, ամեն ինչ վտանգի տակ է։ Բոլորս գիտենք, բոլորս որ ասում եմ, այսօր մենք ամեն մեկս ազատ չենք։ Այսօր ամեն խոսելու բաները տեսնում եք իրավիճակը։ Մարդ կարող է մի տեղով կողքով անցնելիս բռնեն գլխին սարքեն։ Մարդ եթե նպատակ դնեն կամ այդ մարդը ինչ որ խանգարում է կամ այդ մարդը աչեն ինչ որ վտանգ է ներկայացնում իրենց մեղքերը բացահայտելու կամ իրենց համար որպես հայի իսկական ուժեղ տեսակը, միանգամից այդ մարդուն մի հատ փորձում են կամ ման են գալիս ինչ որ խոչընդոտելու կամ խանգարելու, դե մաքսիմում կրային բանով էլ ձերբակալելու բան, աշխատանքներ են իրականացնում։ Այսօր մենք ունենք լուրջ խնդիրներ, այսօր ունենք տեղ մտածելու, ընդդիմադիր դաշտին ես նորից անդրադառնալով ունենք բոլոր հնարավորությունները ջախջախելու ներկա իշխանության
թե քարոշավի բաննա, թե իրանց էությունն է, ունեք բոլոր հնարավորությունը ջախջախելու, ունեք բոլոր հնարավորությունները ընտրություններում հաղթող դուրս գալու մեծամասնությամբ, ունեք բոլոր հնարավորությունները իրավիճակ փոխելու, եթե դուք իրական մտահոգված եք, եթե դուք իրական ընդդիմադիր եք, եթե դուք իրական ընդդիմադիր լինելով առաջնային մտածում եք ժողովրդի ազգի շահերը, այդ դրանով դուք լինելու եք առաջնային։ Եթե այս հանգամանքներով դուք առաջնորդում եք, դուք լինելու եք առաջնային, ունենեք բոլոր հնարավորությունները ջախջախել ներկա իշխանությանը, իր ամեն ինչով։ Սրանք տվել են բոլոր հնարավորությունները, բոլոր առիթները, բոլոր իրենց պահվածքով էլ, իրենց դրսևորումներով էլ սրանք պարտված են։ Սրանք մեռած պարտված իշխանություն են, մինչև ընտրությունները գալու։ Ընդդիմադիրներ ձեր ձեռքին է ամեն ինչ, ընդդիմադիր ուժեր, ներկայացություններ, ամեն ինչ ձեր ձեռքին է։ Հայ արժանապատվությունն է, հայ որ ասում է մեր ամեն ձևի վերացնունդն է, մեր ամեն ձևի վաղվա ապագան բոլորը ձեր ձեռին է։ Ընդդիմադիր ուժեր, ընդդիմադիր ներկայացուցիչներ ասելով չեմ ազնականացնում, այն մասսան է, այն հասարակության մասն է, այն ներկայացուցիչներն են, ովքեր պատասխանատու գնում են ընտրություններին, ովքեր պատասխանատու քարոզարշավ են բանանում, բոլոր հնարավորությունները ձեր ձեռքին է։ Վաղվա օրը, եթե տեսնենք մենք պարտված, դա չի լինելու իշխանությունն է հաղթել, դա եղնելու է, որ դուք եք պարտվել։ Դուք ձեր էությունով ունեք բոլոր հնարավորությունները հաղթելու։ Ես վստահ ասում եմ բոլոր այդ պատասխանները։ Ռուսաստանի հետ կապված է, որ անգամ ռուսական մամուլում են ծաղրում, իշխանությունից խոսող Փաշինյանը այսօր ասում էր, այսօր չէ, վերջերս կարող։ Ես դրա համար անդրադառնամ ուրիշ ձևի։ Նիկոլ Փաշինյանը հիմի շատ լուրջ վտանգի տագնապի տակ է իր մտավախությունների, իր չվեր ընտրվելու հետ կապված։ Նիկոլ Փաշինյանը հիմի փնտրուկների մեջ է, որտեղ որ երկրում կամ որ երկրի ղեկավարի կողմից անվտանգության հարցը լուծի։ Այսօր Նիկոլ Փաշինյանը ինչ անում է իր անվտանգության հարցի հետ կապված։ Երկրի Հայաստանի ժողովրդի հետ կապված խնդիր չկա, ժողովուրդ ջան, հայեր ջան, իրեն անվտանգության խնդիրի հետ հարցի թփրտումների մեջ։ Մանա գալիս, որ երկրում, ինչ ղեկավարի հետ կարողանա իրեն անվտանգությունը կամ երաշխավորություն, որ այդ մարդու հետ մի բան չկատարվի։ Նիկոլ Փաշինյանը ընդունել է իր պարտությունը արդեն։ Նիկոլ Փաշինյանը վաղվա օր իր պարտությունը արդեն տեսնում է։ Եկեղեցում կռվի բանով պարտվեց, բոլոր հարթակներում պարտվեց, հանրության մեջ դուրս եկավ, քարոզարշավում պարտվեց։ Հələ որ ես գնալով փողոցներով տարբեր քաղաքներում շրջաններում մենք տեսանք ինչ խայտարակ իրավիճակում ինքը ընկեց։ Այդ մարդը ամենտեղ պարտվել է, մի լսեք այդ թեզերը, այդ կողքի մի քանի հոգի կա, որ դուրս են գալիս, փորձում են հակասել, արդարացնել կամ էս մեկը մյուս։ Եթե դուք ներկա իշխանության ղեկավարներ լինելով ամեն ձևի փորձում եք արդարացնել, ուրեմն դուք պարտված եք։ Այն մարդը, որ սկսում է իրան արդարացնել, ինքը պարտված է։ Վստահ համոզված մարդը ինքը ասում է մենք հաղթած ենք, գնում է հաղթանակի։ Եթե սրանք ամեն օր, ամեն միջադեպի կամ ամեն միտեղ մի բան կատարելուց հետո սկսում են արդարացնել, ուրեմն դրանք պարտված են։ Նիկոլ Փաշինյանը գնալ թե Մոսկվան է, թե Ամերիկա է, թե Եվրոպա է, ժողովուրդ սրա փրկությունները դրանց մեջ չի։ Սրանք այն ձևի պատմական, այն ձևի իր սեփական ժողովրդի նկատմամբ այն ձևի բաներ են իրականացրել։ Սա ոչ մի երկրի ղեկավար իրական տեսնելով, որ սա անընդունելի բան է, չեն փրկելու, չեն գնալու սրանց ինչ որ մենակ Թուրքիան, Ադրբեջանը։ Իրենց իդել մեծ կասկածանքի բան է, որովհետև դա էլ իրենց մոտ լինելով խոսքի սա արդեն իրական դառնում է, որ այս տարածաշրջանում իրենք են գնում, որ ասում եմ ավելի վատ, ավելի բան այդ իրավիճակ ստեղծելու կամ այդ ձևակերպում մոտեցումներին։ Բայց դե Թուրքիայի, Ադրբեջանի համար էլ չեն իրենք պետք։ Օգտագործած մարդը ինչի է կամ ում է պետք։ Օգտագործած մենակ մարդը չի, ամեն ինչը։ Մի բանը, որ օգտագործում ես, շպրտում ես, չէ։ Մի բանը օգտագործ անունը դրած օգտագործած, դա արդեն ինքը ոչ մինտեղ գին չունի, ոչ մինտեղ խոսքի տեղ չունի, ոչ մինտեղ դրա համար օգտագործ եթե իրանք խապնվել են, փողի զոհ են դարել, կամ էլ խապնվել են ինչ որ
ուրիշ խոստումների վրա կամ խի են խապնվել են, լավ էլ իրենց կյանքը բարելավել են, իրենց կյանքը ամեն ձևի բարելավում են, շարունակելով բարելավել։ Մի մնացել է իրենք, որ դա վայելեն, չեն վայելելու, չենք թողելու վայելեն։ Այնինք ձեռք եք բերել արյան, այնինք ձեռք եք բերել մարդկանց աղետների վրա, չի հալալելու ձեզ, հարամադառնելու ձեր գլխին, նորից եմ ասում։ Արյունով եկած բաները դավաճանության սկզբունքներով հիման վրա, ինչ որ սեփական ժողովրդի նկատմամբ նմանատիպ վերամերմունքների ձեռք բերած ինչ որ հարստություն կամ ինչ որ կյանքի բարելավելը չի հալալվում։ Աստված նվեր է, որ ասում է վկա, չի հալալվելու, նորից եմ ասում։ Մենակ ես չեմ ասում, ազգովի ժողովուրդը բոլորն էլ ասում են, մեծամասնությունն էլ ասում են չի հալալվելու։ Ու դուք ասեք, էսա կտեսնեք ինչա ելնելու։ Ամեն մեկը ճակատագիրը դուք ինքներդ եք որոշել։ Մենք չենք ձեզ ձևի անուններ անվանում։ Մենք չենք ձեզ ձևի բաներով խոսքեր բան։ Դուք եք ձեզ ձևի անուն հանել, դուք եք մեղավորը, դուք եք այդ ընտրությունը արել։ Դուք եք ձեզ ընտրել այդ կարգավիճակում ու դա ձեր ընտրությունն է։ Ընտրել եք, պատասխանելու եք։ Ընտրել եք, միջև վերջնել գնալու եք մենք, միջև չտեսնակ պատասխանատու ով ա եղել մեզ այսօրը հասցնողը կամ ու մեղքով ա եղել, որ մենք այս իրավիճակում հայտնվել ենք։ Ուզում եք ուժ կիրառեք, ուզում եք ձերբակալեք, ուզում եք 7 ամսական երեխու ձերբակալեք։ Ուզում եք որ ասма հղի կնոջել ձերբակալեք։ Դա ձեզ չի օգնելու։ Դա ավելի է մեծացնելու ձեր որ ասում է ճակատագրի, որ ասում է ավելի շուտ, ավելի կարճ ժամանակում, որ դուք դա արժանանալու եք, ու դրան դուք արժանանալու եք, ես ձեզ ասեմ։